Լեռնապատ գյուղի բնակիչ Արփիկ Քամալյանն արդեն 15 տարի ընտանիքով բնակվում է Շվեյցարիայում։ Մեծ դժվարություններ է կրել նոր երկիր, նոր օրենքներ, սակայն կարողացել է ոտքի կանգնել։ Անհամբերությամբ է սպասել իր «Արի տուն» ծրագրին, որովհետև շվեյցարական օրենքներով վերաբնակիչները վերաբնակության առաջին տարիներին իրավունք չունեն լքել երկրի տարածքը։ Արդեն 3 տարի հնարավորություն ունի ամռանը հանգստանալ հայրենի գյուղում։ Այս տարի էլ դատարկաձեռն չի եկել եւ սեպտեմբերի 1-ին ընդառաջ ամուսնու հետ որոշել է Լեռնապատ, Վահագնի եւ Բազում գյուղերի շուրջ 50 առաջին դասարանցիներից յուրաքանչյուրին դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ, մարզական հանդերձանք նվիրել։ Մեր գյուղն է, իմ հարազատներն են, իմ համագյուղացիներն են, Աստված ձեզ կամեցավ ու մենք միշտ պատրաստ ենք օգնել մեր հայրենիքին, առաջերտին իմ գյուղացիներին, որովհետև ծնողներս են այստեղ բնակվում, ճիշտ է պապաս մահացել է, կցանկալի կեղներ ինքն էլ ողջ եղներ տեսներ այսքանը, որ իր աղջիկը շատ թե քիչ կարում է իրանց գյուղին, մեր գյուղին, ավելի ճիշտ իրան չէ, մեր գյուղին, ինչ որ չափով որ մի քիչ բարելավել եւ օգնություն տրամադրել։ Ամուսինները մեծ գործարարներ չեն եւ ըստ էության հեշտությամբ չեն վաստակում իրենց գոյության միջոցները։ Նվեր ստացած գյուղերում գոհ են ամուսինների մատուցած անակնկալի համար եւ կարևորում են ոչ թե նյութականը, այլ պատասխանատվությունն ու սերը առ հայրենիքի ու նրանց մարդկանց նկատմամբ եւ իրենց վաստակածից մասն հանելու նրանց ցանկությունը։ Թող Աստված նրա գործերին հաջողություն տա, թող ինքը միշտ այտենց լավ բաների մասնակից լինի ու կարելի ասել հարցը շորի քանակի մեջ չի։ Ուղղակի իր սրտի, իր իղձը, իր բաղձանքը, իր կատարելությունը շատ գոհ։ Առաջինը շատ ուրախալի էր, որ այս բարեգործությունը նախաձեռնել է հենց իմ աշակերտուհին, իհարկե իրեն ամուսնու ընկերակցությամբ։ Շատ եմ ուրախ, անչափ, և ամեն վերջին զանգի միջոցառման ժամանակ միշտ այս նախադասությունը կրկնվել է. սիրելի շրջանավարտներ, դեմքները դեպի հետ ձեր հարազատ գյուղը, ձեր հարազատ հայրենիքը, ուր էլ որ լինեք։ Միք հեռուստաընկերություն, լուրեր։